Հաջորդ հարցի համար Գարիկ Սարգսյան, թեև չեմ հասկանում ինչ իմաստ ունի հարց տալը, եթե պատասխանը միևնույն է հարցի հետ երբեք կապ չի ունեն։ Շնորհակալություն, Տիկին Յոլյան, դուք ձեր խոսքում, երբ որ ներկայանում եք, ասացիք, որ Գորիս համայնքում տարեկան մոտ 50 ծրագիր է իրականացվել, եթե չեմ սխալվում, որից միայն 2-3-ն է եղել սուբվենցիոն ծրագրեր։ Կասեք, բոլորս իմանանք, որն է պատճառը, որ այդքան թվով շատ ծրագրեր եք իրականացրել, բայց խուսափել եք բոլոր ծրագրերը սուբվենցիայի տեսքով ներկայացնելու, ավելի շատ մեծ ծրագրեր այդ դեպքում կիրականացնեիք, բյուջեի իմաստով եմ ասում, քանի որ գիտեք համաֆինանսավորումը պետական բյուջեի Գորիսի պարագայում 50, եթե ոչ ավել տոկոս է կազմում, միգուցե ծրագրերը փոքր են եղել, ծրագրին դիմելու հայտ ներկայացնելու հնարավորությունը թույլ չի տվել, որպեսզի դիմեք այդ ծրագրերին, թե դուք որպես, ինչպես հասկացա, այդ ծրագրերի համակարգող համայնքի ղեկավարի տեղակալ կառավարության հետ չկիսելով քաղաքական օրակարգը, ինչ-որ հարցերով համաձայն չլինելով կառավարության հետ, փորձել եք այս կերպ բոյկոտել և վնասել եք ձեր համայնքին ներկայացնելով փոքր թվով սուբվենցիոն ծրագրեր և ավելի քիչ ֆինանսական բյուջեի առումով ավելի քիչ ծրագրեր եք իրականացրել Գորիս համայնքի համար։ Պարոն Սարգսյան, եթե այդ հարցը ուրիշ մեկը տար, ով համայնքի ղեկավար չի աշխատել, ճիշտն ասած ես կհասկանայի, բայց երբ որ դուք եք ինձ այդ հարցը տալիս, ես արդեն հասկանում եմ, որ դուք համայնքի հետ որևէ աղերս չեք ունեցել, այսինքն փաստաթուղթ տվել են, դուք ստորագրել եք, որովհետև դուք շատ լավ գիտեք, որ համայնքների ֆոնդային մասի մնացորդը շատ կարևոր է սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար։ Եթե համայնքի հնարավորությունը ընդամենը 300 միլիոն է, ես պատահական չէի ասում, որ համայնքն է սուբվենցիոն ծրագրի նախաձեռնողը, եւ հետեւաբար, եթե այդ հնարավորությունը համայնքը չունի, ես մի քանի օր առաջ, երբ որ խոսում էի, ասում էի, մենք համայնքներ ունենք, որ 1 միլիարդ դրամով մեկ տարվա ընթացքում աշխատակազմ են պահում, ծառայություններ են իրականացում, սրա մասին էի խոսում։ Երբ որ ես ասում էի, որ անարդար է, երբ որ 5 միլիարդ դրամ պարգևավճար է ստացվում 3 ամսվա համար, բայց մեր համայնքները այնքան աղքատ են եւ հնարավորություն չունեն ընդամենը 1 միլիարդ դրամով պիտի տարվա ընթացքում պահեն, կներեք ես զարմանում եմ ձեր հարցադրման բովանդակությունից, գոնե դուք սա պիտի իմանայիք, որ եթե համայնքը այդ ֆինանսական հնարավորությունը չունի, եթե համայնքը այդ ֆինանսական հնարավորությունը չունի, այդ գործիքակազմը չունի, որպեսզի ինքը լրացուցիչ ֆինանսական, նաև այս հանձնաժողովի իմիջիայլոց ես նայեցի 26-31 թվականի ծրագրերում համայնքների մասին այդ բաժինը ամբողջովին խմբագրված էր։ Այ եթե Եվ այն բոլոր նախաձեռնությունները, որ դուք դրել եք 2021 և 26 թվականի ծրագրերում, դուք գոնե այդ ապակենտրոնացման, ֆիսկալ ապակենտրոնացման, համահարթեցման ֆինանսական նախաձեռնությունները իրականացնեիք, դուք այսօր ինձ այդ հարցը չէիք տա։ Իսկ ինչ վերաբերում է մնացած ծրագրերին, դա խոսում է նրա մասին, որ համայնքը որոշ շատ սահմանափակ հնարավորություններ է ունեցել ընդամենը տարվա մեջ 2-3 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու, այնքան շատ նվիրված աշխատակազմ է ունեցել, որ ինքը չի խուսափել դրամաշնորհային ծրագրեր, իսկ դուք աշխատել եք համայնքում, գիտեք, որ դա հեշտ գործընթաց չէ, դա մեծագույն ծանրաբեռվածություն է համայնքների համար նստել եւ դրամաշնորհային ծրագրեր գրել, երկարաժամկետ նամակագրություններ իրականացնել, ազդեցություն եւ արդյունք ապահովող գործընթաց կազմակերպել։ Սա միայն դրա մասին է, իսկ ինչ վերաբերում է ընդհանուր կառավարման համակարգից, եթե իմ քաղաքական դիրքորոշումն եք ուզում իմանալ, համայնքը չի կարող որպես տեղական ինքնակառավարում օրենքով եւ սահմանադրությամբ իրավասություններ ունի, բայց պետական համակարգի անբաժան մաս է եւ այդ ամբողջ process-ը զարգացման ծրագրերից սկսած մնացած համակարգային աշխատանքներով ավարտված պետական ինստիտուտի կարևորագույն, ես իմ ելույթում էլ ասեցի, որ չի կարող լինել հզոր պետություն, եթե չկա հզոր համայնք։ Եվ առավել եւս համագործակցային գործընթացը բնականաբար պիտի լինի, բայց խնդիրների մասին չխոսելը դա անթույլատրելի է։ Արձագանք։ Տիկին Յոլյան, դուք ստիպեցիք, ես ձեզ հարցն եմ տալիս։ Դուք լսողության հետ խնդիր ունեք։
ներողություն եմ խնդրում, բայց ես իմ հարցի մեջ ասեցի մի բան, Ներեցեք ես Պարոն կպատասխանեմ։ Սարգսյան, շատ բնական հարց եմ տալիս, որովհետև որ իմ հարցը լսի, Պարոն Սարգսյան, Մեկ րոպե, ոչինչ։ մի հատ մի վարքյան լռություն դալիճում։ Ժորժ ջան, Ժողովուրդ, մի հատ լռություն դալիճում։ Պարոն Ֆարմանյան, լռություն դալիճում։ Մի վարքյան։ Պարոն Սարգսյան, ինչ նկատի ունեք, մի հատ ձևակերպեք ձեր միտքը հասկանանք, այդտեղ կարա վիրավորական կոնտեքստ լինի ձեր ասածի մեջ ու հնարավոր է վիրավորական հնչի, մի հատ խնդրում եմ ձևակերպեք ինչ նկատի հարգելի ունեք։ գործընկերներ, պարոն Ալեքսանյան, ես իմ հարցի մեջ հստակ ասեցի, ծրագիրը թույլ չի տվել, ինչն է եղել պատճառը։ Այսինքն ես համայնքի ղեկավար լինելով այդ ամեն ինչը շատ լավ գիտեմ, ինչը կարող խոչընդոտ հանդիսանա, որպեսզի համայնքը չունենալով բյուջե կամ ծրագիրը, որ ներկայացնում են փոքր բյուջեով, չի հաստատվում, X թվից ավել պետք է լինի, որպեսզի մտնի սուբվենցիա։ Այսինքն հայտը ընդունի տկենը։ Ես այդ ամեն ինչը շատ լավ հասկանալով համ իմ հարցի մեջ Հետևաբար ո՞րն է ձեր համ իմ հարցի Շատ լավ, պարոն Սարգսյան, լավ, ես ձեր ասածը հասկանում, մի վարքյան, էլի մի վարքյան, հարգելի գործընկերներ, չէ, մի վարքյան։ Պարոն Սարգսյան, ձեր ասածը իրականում շատ խտրական է հնչում եւ թիրախավորում է ոչ թե Տիկին Յոլյանին, այլ լսողության խնդիր ունեցող մեր քաղաքացիների։ Ես ներողություն խնդրեցի։ Ու հետևաբար ձեզ հայտարարվում է նախազգուշացում, խնդրում եմ մի վարքյան, էլի պարոն Սարգսյան, մի վարքյան, հարգելի գործընկերներ, խնդրում եմ ֆիզիկական արատները կամ ֆիզիկական խնդիրները որպես այդպիսին առողջական խնդիրները չօգտագործել որպես քաղաքական բանավեճի կամ քաղաքական հարվածների միջոց խնդրում եմ ձեզ դա ու ձեզ հայտարարվում է նախազգուշացում պարոն Սարգսյան ձեր ժամանակը կվերականգնվի առանց այդ ձևակերպման տվեք ձեր հարցը Տիկին Յոլյան իմ հարցը ընդհանրապես վերաբերում էր հետևյալին միտում եղել է սուբվենցիաներ քիչ ներկայացնելու առումով որպեսզի դուք որպես ընդդիմադիր համայնքի ղեկավարի տեղակալ հանրության ձեր ընտրողների շրջանակներում փորձեք ներկայացնել հետևյալ կերպ, որ սա չի անում կառավարությունը, անում է զուտ միայն համայնքը, այսքան թվով շատ մեծ ծրագրեր, ինչպես դուք նշեցիք ձեր խոսքում։ Եվ արձագանքը օգտագործելով երկրորդ հարցը, դուք խոսեցիք ապակենտրոնացման մասին, ինչպես եք վերաբերում հարկերից մասհանմանը, որպես համայնքների ինքնաբավության հետագայում ծրագիր, որ կարողանանք, ինչպես դուք նշեցիք, մեր պետական բյուջեից, սուբվենցիաներից, դոտացիաներից կախումը նվազեցնելու համար, ինչպես եք վերաբերում հարկերից մասհանմանը։ Հասկանալի է, ինչ եմ հարցնում։ Իմ պարագայում 100%։ Պարոն Սարգսյան, նախ ձեր խոսքին պատասխան ասեմ, որ ես հորդորում եմ ձեր խոսույթին հետամուտ լինել հետ այսու եւ ձեր ինքնատիրապետումը ոչ մի պարագայում չկորցնեք։ Դուք ազգային ժողովում եք եւ անկախ նրանից թե ինչպիսի քաղաքական վերաբերմունք ունեք, այսուհետ հետևեք ձեր խոսույթին։ Դա մեկ։ Երկրորդը եւ ես իմ խոսքում հստակ նշեցի, որ եթե համայնքը չունի բավարար հնարավորություններ, օրինակ 10, 15, 20, 30 ծրագիր ներկայացնելու, ուրեմն ներկայացնում է այնքան ծրագիր, որի ֆինանսական հնարավորությունը ունենա։ Այդ ձեր երկրորդ հարցին պատասխան, թե ես ինչպես եմ վերաբերում, շատ լավ եմ վերաբերում, որովհետև դրա միջազգային փորձը կա, անգամ Վրաստանում, երբ որ համայնքները տնտեսությունը զարգացնում են, այսինքն ստեղծում են միջավայր, որպեսզի համայնքներում բիզնեսը զարգանա, հարկեր են վճարում եւ պետությունը մասհանում է իրականացնում, որի արդյունքում համայնքները ոչ թե 2, 3, 4, որովհետև դա է իրանց հնարավորությունը, այլ 100 ծրագիր կարող են կառավարության հետ միասին իրականացնել։